Մինիստրը նստած ենք մենք երեքով, ասաց, իսկ ինքը ինչ կարծիքի է, ես այդքան էլ չեմ ուզում դիրեկտոր աշխատեմ։ Չգիտեմ ինչի տեղից վեր կացավ, գնաց նստեց կրեսլոյի վրա, ասաց, այդ տղան արի ստեղ։ Գնացի, ասաց, ինչ ասել նա մեկ էլ ասա։ Ասաց, ես այդքան էլ չեմ ուզում դիրեկտոր աշխատեմ։ Ասաց, այդ տղա, ուրիշները մեզ փող են տալի, առաջարկություն են անում, աշխարհ են տալի, որ դիրեկտոր նշանակեն։ Մեզ ձրի դիրեկտոր նշանակում, վախենում ես չկարողաս աշխատես, հա։ Ասաց, չէ։ Ինձ նշանակեցին 69 թվականին Կոշկի գործարանի դիրեկտոր, գլխավոր ֆիրման 12 ֆաբրիկաներ էր, ես պատկազմակերպության քարտուղար էի։ Ասին ես լավ մասնագետ եմ, 5-րդ ֆաբրիկայի դիրեկտոր նշանակեցին Օլժոնիգիզե ռայկոմում։ Ասա ես դիրեկտոր չեմ կարող աշխատեմ, ասացին չի։ Ասացի գիտեմ, էլի շա կատարում, մարդիկ գալիս են ստուգելու, մեկի լավություն տյանես, մեկի մտի տասնես, ես որդի գողություն տյանեմ, որ տանց պահեմ։ Ես ատում էի, չէի կարող։ Գլխավոր մեխանիկը, որ մեր երոյանն էր, մասնագետությամբ էլ Կոշկի մասնագետ էր, մասիս ֆիրմայի դիրեկտորն, ասեց Գերասիմ Լևոնովիչ, ոչ բան չես անի, ոչ մեկից ճանապարհ գտնես, իշխանես ես քո տերն եմ։ Գիտեր որ մաքուր եմ էլի։ Տարանից Ռայսովետ, Ռայկոմ, Քախկոմ, ՑԿ վերցրեցին, վերջում տարան 69 թվականի ապրիլի 28-ին տարան մինիստրի մոտ։ Մինիստրը մի հատ հասակով մեծ մարդ էր, տարավ ասեց Երևանն էր դիրեկտոր, ասեց մեկ Սատինան լավ մասնագետ է, 5-րդ ֆաբրիկաներ բաց վիճակում է, մենք ուզում ենք ստանանք դիրեկտորը, ես առաջարկում եմ իրեն դիրեկտոր նշանակենք։ Ընդ ինքը կարող է խելքի բերի։ Հա, այդ ես դրանից չեմ վախում, ասեց ֆաբրիկան ձեռքով աշխատում։ Եթե թույլ կտակ, մեխանիզացիա ենթարկեմ, ֆինանս կտակ, ես համաձայն եմ։ Զպտուն չանես, հետ եկավ։ Այդ տղա Երոյան, այս տղան ինչքան փողի կտաս, պատկերացնում եք, այդ ինձ համար դարավ։ 2 ամիս շուտով ֆաբրիկան մեխանիզացիա ենթարկվեց, 5-րդ ֆաբրիկան, 112 ֆաբրիկա մեջ ամենավերջի տեղերն էր, հենց առաջ ամսից 4 տարի աշխատել եմ դիրեկտոր, միշտ առաջի տեղն եղել, 2 տեղն եղել։ Մեխանիզացիա ենթարկվեցի, մինիստրը եկավ, գրկեց ինձ, համբյուրեց։ Քանի տեսակի կոշիկ էիք արտադրում եւ ինչ որակի կոշիկներ։ 12 ֆաբրիկաներ էլ տարբեր կոշիկներ էր, մոդելային, կանանցի կոշիկ, երեխաների դպրոցը։ Մենք կանանցի կոշիկ ենք արտադրում եւ առաջավոր աշխատող էի, ռացիոնալիզատորի ամեն ինչով շատ առաջարկություններ ունեի։ Ես նորարա էի եւ այդտեղ 19 տարի առաջ ֆաբրիկայում աշխատել եմ 19 տարի 4 տարի պարտկազմակերպության քարտուղար եմ եղել անդամաճարը բերել են 100 դրել 10 ռուբլի չեմ վերցրել մի կոպեկ էլ չեմ արել ախր որ մեկն ասեմ չեմ արել Ես ուզում եմ իմանալ թե դուք ինչպես արդեն լինելով մասնագետ կարողացաք դառնալ Ֆադեյ Սարգսյանի խորհրդականը Երբ որ Գրիգոր Աղախանյանի նշանակեցին Միլիսնավետի նախագահ ես 5-րդ ֆաբրիկայում դիրեկտոր էի աշխատում լսում եք հա Իսկ մարդապետ մեր երիտասարդ որ աշխատանքան ջիղ ունենա կազմակերպչական ջիղ ունենա խելքի գլուխը աշխատացնենք Իսկ մարդապետ Բանից սպասմա, որ ինքը Լենինգրադում ավարտել է մեր մինիստրի հետ, կանչում ասма դու մինիստր ես եղել։ Մի հատ Մարթյանուն տուր, որ այսպես գործունա, ասма ուրիշ չեմ խտ, Սատինան Գերասիմ։ Գործեր հանձնեցի, հունվարն անցավ, փետրվար անցավ, փետրվարի կեսին, դա չենք պիտի կանչեն, չէ՞ որ գնամ։ Մեկ էլ ասենք քեզ մինիստր կանչում է, մինիստրը նախագահ կանչում է։ Եկա շատ դժոխոր նստած էր, ասեց մենք ինչ պայմանով ենք, քիչ էլ գարի գործի։ Ասից պետք է կանչեն որ գամ, չեն կանչեն։ Тут же վեպշում հայհոյեց Բաղբարի Սատնյան աշխատի, նշանակեց աշխատանքի եւ Զադանյան ամիսուկես հոտը կատարեցի։ Երբ որ Զադանյան կատարեցի, ասեց ես շատ մի հատ ցավոտ հարց ունեմ, կներեք ախր չեմ կարող ասեմ։ Այս 50 տարի է ֆաբրիկայում արտասահմանած հյուրեր են գալի, արտասահման հյուրեր։ Ամեն տարի 10-ից 15% գերածախսով ենք։ Հանրահայություն տվեց, ասեց դա քո գործը չի։ Բայց քանի որ դու աշխատենք կազմակերպման լավ մեթոդ ունես, ինչ կարելի անվել, ախր չեմ կարող ասեմ։ Հա, երբ որ ես գնացի շատ հասարակ ձևով 15 օրվա մեջ հասել լուծեցի։ 55 տարի 15%-ով գերածախս տվել։ 15 օրվա մեջ հասել լուծեցի։ Շան բախտ ունեի։ Ոնց լուծեցի։ Ընկեր Սատինան, դուք վարշևնիկ եք, ասեց չէ։ Ես վարշևնիկ չեմ, աշխատանք կազմակերպման մասնագետ եմ։ Ասեց ես ոնց արեցի, որ 15 օրվա ընթացքում Հաշվի ես եմ ներկայացնում, 7% էր դարը, ասաց Գրիգոր Աղախանյան, ես խոստանում եմ հաջորդ ամսին, այս 7-ն էլ չլի, ձեն չհանեց, հաջորդ օրը հրաման տվեց, գործերի կառավարչից այս աշխատանքը վերցին տվին ինձ, դա իմ գործը չէր, լրացվեց տվին ինձ,
15%-ով աշխատած բարձրացեց ծմա, մի աշխատած աշխատաբաց տվեց։ Եվ այդ գործը դրվեց ինձ վրա։ Այն օրվանից մինչև 96 թվականին ես զբաղվել եմ արտասահմանից եկող հյուրերի բոլոր հարցերով մի կոպեկ ավել չենք ծախսել։ Գրիգոր Ախմեջյանը մահացա, պատեհ տածացի իմանալով իմ աշխատանքը, անցյալը, ասաց Գերասիմ Լևոнович, ասաց քեզ մի հատ հանձնարարություն կտամ, էլի ինչ հուզող հարց է։ Ասաց ռասսովետների, խաղսովետներից հարյուրավոր մարդիկ են գործում գալի։ Ֆինանսների մեծ մասը ծախսում է գործողման ծախսերի վրա։ 400 հոգի տարեկան 36 ռայոն ունեն 20 քաղաքապետ։ Ասաց կարող եք հանես ֆինանսով է զբաղվում։ Մի հատ ուշադրություն, ես գործողում ինչքան այսքան շատ ծախսեր գնում։ Կարողացել եմ 15 օրում այդ հարցը դզեմ։ 55 տարի կվարտալը մի անգամ 120 հոգի մարդ էին գալի։ Ո՞նց եք լուծել։ Ուր էին գալի Գոսպլան SSR Մինիստրի Սովետ ֆոնդեր ձեռք բերելու համար։ Ես քանի որ մասնագետ եմ, ես հետո ավարտել եմ ուրիշ բան եմ ավարտել, վեպշնել, ասասպիրանտուր եմ գնացել կիսատ թողեց չհարցը, շատ երկար պատմություն է։ Ասեցի համար ֆոնդերը տարվա սկզբից բոլորը պարզ է։ Ինչի՞ է ռուս սովետները գալի ֆոնդերի համար 100 հոգով մարդ գալի, 400 հոգի մարդ գալի 10-15 օրով։ Այդ հենց այս ֆոնդերը չէին տալի, յաբախտի։ Ինչ-որ բաներ կարողացել։ Ուսումնասիրեցի հարցը, ասեց հատե տածացի։ Ես քանի որ ասում մասնագետ եմ, մի հատ առաջարկություն եմ, եթե դուք ինձ ուզում եք, կեսով չափ ես կարող եմ հենց հիմա կրծատեմ։ Ասեց ծատինան, ո՞նց։ Ասեցի ձեզանից է կախված։ Ասեց ինչ պետք է անեմ, ասի ոչ բան։ Հերախսը վերջը Գոսպլան նախագահին զանգվի, որ ռայսովետների, խաղսովետների տարեկան ֆոնդերը երամսյակային կտրա անմիջապես ուղարկեք Մինիստրի Սովետ, գործերի կառավարություն։ Ասեց 50%-ով երբ չի գա։ 50%-ով, ասեց Գերասիմ Լևոnovich, հենց հիմա գնացած ու կարգադրություն կազմում։ Մի շաբաթ հետո երրորդ չորրորդ կվարտալի ֆոնդերն եկան մեր մոտ։ Ձեր գործունեության ընթացքում ինչ հայտնի ու հետաքրքիր մարդկանց եք հանդիպել։ Գիտեք ինչքան նվերներ ունեմ։ Աշխարհի գիտեք քանի մարդու եմ հանդիպել։ Ոսկե բանել եմ ստացել, բրազուկել եմ ստացել Ինդիրա Գանդից։ Ամեն տեղից եմ մի սաղ ցուցահանդեսում, մեր գյուղում, մեր կոլխոզում։ Խորգել եմ, դե տուն դատարկա։ Նկարներ եմ ստացել 74 թվականից մինչև 96 թվականը աշխարհի մասշտաբով ինչքան վերադաս մարդիկ են եկել Հայաստան, ես եմ ընդունել։ Նրանց ծրագիրը կազմում է Իրանի շահից սկսած, Ինդիրա Գանդից սկսած, Մանամենից սկսած, Շաուշեսկուից սկսած, Գերմանիայի կանցլերից սկսած, Լաոսի, Վիետնամի, Անգլիայի պրեմիեր մինիստրը։ Տեչերը 90 թվականին եմ ընդունել Տեչերին ես անձամբ Գորբաչովին, ուրեմն Տեչերը որ պետք էր գար, նախորդ Մոսկվայից դեռ Մոսկվայում մենք ենթադրական տակ էինք։ Բրիգադ եկավ հատուկ KGB-ից, որ Տեչերի Լենինական պետք է ընդունենք, Երևան չէի Տեչերը։